ապրիլի 13-ն է, մոտ ժամը 17:40-ի սահմաններում ներքին գործերի նախարարության, ոստիկանության, քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում եւ նույն վարչության Երևան քաղաքի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Աստղիկ բժշկական կենտրոն քաղաքացու կողմից հրազենային վնասվածքով մի քաղաքացի է տեղափոխվել։ Հիվանդանոց են մեկնել քրեական վարչության պետի տեղակալ, ոստիկանության քրեական գլխավոր վարչության պետի տեղակալները, Երևանի քրեական վարչության պետը եւ ոստիկանության մալացիայի բաժնի պետը։ Տեղում հիվանդի մասին տեղեկությունները չեն կարողացել ճշտել ոստիկանները, քանի որ բժիշկները հայտնել են նա գտնվում է վիրահատարանում, ու մինչ բժիշկները Աստղիկ բժշկական կենտրոնի բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, որը իմ տեղեկություններով բժիշկներին հաջողվել է, քրեական ոստիկաններն ու ապա նրանց միացած ներքին գործերի նախարարության, ոստիկանության, պարեկային ծառայության, Երևան քաղաքի գնդի պարեկները, գնդի հրամանատարն է միացել ոստիկաններին քրեական, Անդրանիկ Իսախյանը պարզել են, որ վիրավորի հիվանդանոց է տեղափոխվել Մալացիա Սեբաստիա վարչական տարածքի ժողովրդին ավելի շատ հայտնի Անկախ Մայլայի այս շենքից։ Այս պահին պարեկները սահմանազատել են տարածքը եւ դեպքի մասին էլ տեղեկությունը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության, Մալացիայի քննչական բաժին, որտեղից հիվանդանոց է մեկնել քննչական խումբը։ Ոստիկանությունն ու պարեկային ծառայությունը պարզում են վիրավորի ինքնությունը, իմ տեղեկություններով նրա վրա եղել է հրազենային 3 կրակոցի հետք, թե ինչ հանգամանքներում որտեղ է տեղի ունեցել դեպքը, դա նույնպես պարզվում է։ Այս պահին ոստիկաններին ու պարեկներին հաջողվել է պարզել, որ վիրավորը բնակվում է ահա այս շենքում։